Բարև ձեզ հայրենագիրներ, մեր բարեկամներ եւ նաեւ չարակամներ, եթե կան իհարկե, բայց դրանք որպես կանոն լինում են։ Մի հատ, երկու հատ, բայց լինում են։ Դրալ պարագայում քրիստոնյա ժողովրդավարական գուսակցության շրջայց հաղորդաշարն է, որ այսօր մենք տալիս ենք Շիրակի գոտուց։ Ըստ էության աշխարհագրորեն եթե ասենք, հիմա գտնվում ենք Անիպեմզայի եւ Բագրավան համայնքների մեջտեղում, այսպես։ Ուրեմն ինչու Շիրակի գոտի, որովհետեւ մենք կարծում ենք, որ Հայաստանի Հանրապետության ամենաղքատ շրջաններից մեկը, ռեգիոն, եթե այդ իմաստով ենք հասկանում, Անիպեմզան է։ Ժամանակին դա շատ ուրեմն քարի վերամշակման, արդյունահանման եւ այլ իմաստներով հսկա գիգանտ է եղել, բայց սովետական միության փլուզումից հետո Ավանը վերածվել է ավերակի։ Տխուր է պատկերը, չեմ ուզում լացենք, բարձրապես մեր նպատակը խնդիրները ջրի երես հանելն է։ Իհարկե էլի քարի հանքերն աշխատում են, բայց նախկին ծավալները եւ նախկին հարաբերությունները չկան, որտեղ դա վերածվել է մասնավոր սեփականության, իսկ որտեղ Հայաստանում մասնավոր սեփականություն, այնտեղ շահույթ, իսկ դա նորմալ է շատ շահույթը, բայց գերշահույթ, որը աննորմալ է։ Բոլոր դեպքերում այդ է իրականությունը։ Հիմա մյուսը գյուղը, որը կամ գյուղ է, իսկական հայկական տիպիկ գյուղ, Շիրակի գոտում, արտաքնապես նորմալ, բայց աշխատանքի խնդիրներ կան եւ աշխատանքի խնդիրներն ամենտեղ կան եւ այսպես ուրեմն բանն այն է, որ բոլոր դեպքերում մարդիկ մնացել են, ապրում են, աշխատում են, հատկապես Անիպեմզայի մասին է խոսքը, բայց եթե դուք տեսաք Անիպեմզայից ներկայացված մշակույթի տան վիճակը, եթե դա կարելի է երբեմնի մշակույթի տուն անվանել, բոլոր դեպքերում դա եղել է ժամանակին տվյալ Ավանի, դա Ավան է, գյուղ չի, ուրեմն մշակույթի տունն է, փակված, կողոպտված, թալանված եւ այլն, էլի, այսինքն որ եթե հերվից փորձես իմանալ թե ինչ շենք շինություն է, դժվար հասկանաս, որտեղ նաեւ ինքը ճարտարապետական լուծում չունի, սովորական այսպես շենքի տպավորություն է թողում։ Իսկ երկրորդը որ տեսակ Բագրավանի մշակույթի տունը, դա տիպային ճարտարապետական նախագծով ստեղծված տուֆակեր, թոյակեր ժամանակին շքեղ մի մշակույթի օբյեկտ է եղել իր ամեն մի հնարավորություններով, բայց այսօր տեսակ ինչ տխուր վիճակ է, շենքը փակված է, աղբանոցի է ներսը վերածված եւ այլն։ Հիմա ասեմ, որ երկու տեղում են, մի տարի առաջ ես եղել եմ, երկու խնդիրներն էլ բարձրացրել եմ, այդ հատկապես Բագրավանի ուրեմն մշակույթի տունը նորից նկարել էինք, նորից ցուցադրել էինք, բայց իհարկե ասֆալտը հասել է գյուղեր, ճանապարհները երեթե ուրեմն մանավանդ Բագրավանի պարագայով հարցը լուծված է, իսկ ուրեմն Անիպեմզայի առումով ոչ, ուրեմն բայց բոլոր դեպքերում հիմա տեսեք ինչն է հարցը։ Խնդիրն են չի, որ ես ուզում եմ դուք տխրեք, նորից հարահերոցը սկսվի, հայոյանքը սկսվի, հուսահատությունը ստացվի եւ այլն։ Նման բաների նպատակ չունեմ եւ այդպես չպետք է լինի, բայց ինչն է հարցը։ Դուք տեսնում եք վերջին շրջանում, թե Հայաստանի Հանրապետությունում գողապետությունը կամ deep state-ը կամ խորքի պետությունն ինչպես է գրողում ուրեմն պետական ինստիտուտների վրա, պաշտոնյաների վրա, ուրեմն երբեմն օգտագործելով նաեւ պաշտոնյաների շփոթմունքը, գուցե եւ ինչ որ գործարքներ եւ այլն եղել են կամ չեն եղել, դա ես չեմ կարող բարձել, բայց ամեն մի առիթը օգտագործելով գողապետությունը գրողում է։ Հիմա եթե այդ գողապետությունը լիներ սիցիլիական մաֆիան եւ ոչ Ղարաբաղյան կլանը, շատ մտահոգվելու բան վերջին հաշվով չէր լինի, որտեղ սիցիլիական մաֆիան միշտ կռվել է, ճիշտ է, մաֆիա է, չարիք է եւ այլն, Իտալիայի անկախության համար է կռիվ տվել, բայց Ղարաբաղյան կլանը ռսակոծության, երկրում անկախությունը տապալելու, պետականությունը վիժեցնելու եւ նաեւ կողոպուտը, գողոնը, գանձակողությունը, ջեպկիրությունը, որ տարբեր առաջի կարգի մասնագետների կողմից կատարվել է, չվերադարձնելու նպատակով է արվում։ Հիմա եթե վստահաբար դուք կարող եք ստուգել
հանրապետության տարբեր բնակավայրերում մանգակ մեր վերջին շրջանում անցած շաբաթ օրը մենք հրապարակվեցինք ուրեմն Գեղարքունիքի շրջանի Վահան գյուղի Հոյակերտ ուրեմն մշակույթի տունը նույն ավերակն է եւ այլն։ Ես ենթադրում եմ, որ այս ավերակ կոչված կամ քանդվող կամ քանդված բայց ճարտարապետական ժամանակին իհարկե համանքային մասշտաբով նույնիսկ հանրապետության արժեք ներկայացնող շենքերի քայքայման հետևում կանգնած են գողեր, ավազակներ, ենթադրում եմ, որոնց նպատակը այդ ամեն անընդհատ ավելի վիճակը վատացնելն է, հետո սեփականելու համար, ինչպես որ գողապետության շրջանում եղել է, եւ ես հիշում եմ, որ դա նման բաներ Վանիկ Սիրադեղյանի Հարահեղ կառավարման տարիներին դա հայտնի էր, երբ օբյեկտներ կոչվածները հասցնում էին կամ հողակտորներն այն վիճակին, երբ կարիք կար ուրեմն, երբ անհուսալի թվացող վիճակում կոպեկներով կամ լումաներով սեփականաշնորհում են այստեղից, թե ինչու որտեղից այդ հարստությունների կուտակումը մասնավոր մարդկանց ձեռքերում։ Հիմա եթե հանրապետությունով մեկ մանգակ անընդհատ կտեսնենք հատկապես մարզերի մակարդակով, տեսեք, բայց առաջարկս ինչն է, բայց մի բան կարող եմ նաև հաստատել, միայն այն չի, որ վատ բաներ են, մենք գրեթե բոլոր բնակավայրերում չենք տեսնում բնակավայրեր, որտեղ դպրոցներ չկան, որտեղ մսում մանկապարտեզները չեն վերականգնված։ Դա գրեթե դպրոցի ֆիզիկական իմաստով մսում մանկապարտեզի հարցը լուծված է, հիմնականում, ինչպես ասում են, խնդրի մեջ ջարդված է։ Եվ այդ իմաստով հիմա խնդիրը դպրոցի որակի բարձրացումն է, բայց հիմա տեսեք ինչն է հարցը։ Ուրեմն, եթե մենք չենք ընդունում, որ գողապետությունը առաջին հերթին հոգևոր աղքատություն է, առաջին հերթին մշակույթի բացակայություն է եւ ռաբիս կոչվածի եւ գողական բարքերի լիակատար տիրապետություն է, մենք հարցերը չենք կարող լուծել։ Դրա համար ես կարծում եմ, որ քրիստոնյա ժողովրդավարական գուսակցության տեսակետ անխախտ է, որ դպրոցաշինարարության, մսում մանկապարտեզի շինարարության զուգընթաց գուցե եւ որ ավարտին է հասնում, ուրեմն մենք պարտավոր ենք հանրապետությունով մեկ բնակավայրերի համայնքների մշակույթի տները կամ վերականգնենք, օրինակ Վահան գյուղի մշակույթի տունը անպայման պիտի վերականգնվի եւ լացիրակներ, եթե սեփականատեր են, առանց օրենքի խնայության վզներին պիտի տրվի, դրանց ծերից վերցվի, պիտի ստուգվի անպայման, նույնը վերաբերում է Բագարանի մշակույթի տանը։ Եթե չէ, շատ ավելի հեշտ է, համայնքները պիտի իրենք նախաձեռնեն մշակույթի տների վերականգնմանը, պետությունը անշուշտ պիտի միջոցներ գտնի, օգնի եւ օգտագործի։ Ուրեմն սա հերթական այն խնդիրն է, որը դրվում է դպրոցների մսում մանկապարտեզների վերականգնումից հետո։ Մենք պիտի յուրաքանչյուրս գիտակցենք, որ ոչ միայն հացիվ եւ ինչպես Հովհաննեսի ավետարանն է ասում, ուրեմն առաքելի ախոսն է, սկզբից բանը եւ սկզբից բանն աստված էր։ Իմաստը ինչն է, որ սկզբից ոչ թե ուրեմն կեցությունն է եղել, հետո գիտակցությունը պիտի փոխվի, ինչպես մարքսիզմն է սովորեցնում, այլ նաեւ գիտակցության փոփոխության համար մեզ համար խիստ կարեւոր է գիտակցության փոփոխությունը, իսկ գիտակցության փոփոխության եւ երիտասարդության հատկապես նաեւ ավակ տարիքի սերնդի ուրեմն գիտակցության ազգային վերականգնման համար խիստ անհրաժեշտ են մշակույթի օբյեկտների վերականգնումը։ Ես չերկարացնեմ, խնդիրը դրված է, հերթական է, կարծում եմ, որ մեր կառավարությունը մեզ արգանջալուր կլինի, ինչպես որ շատ հարցերում է եղել եւ երևի թե մի իսկական լավ պատասխանատու հանձնաժողով կստեղծի հանրապետության ամբողջ տարածքում ուրեմն մշակութային օբյեկտների, տների մշակույթի կամ կուլտուրայի, ինչպես առաջ ասում են, տների հաշվառում կանի, ինվենտարիզացիա կանի եւ կձեռնարկի Հայաստանը ուրեմն մշակույթի բաների վերականգնման առումով գործ արվի։ Սա օրվա հարց է, սանդրության հետ կապված չի, ոչ էլ ուրեմն իշխանության ճաշակի հարց է, որովհետեւ մենք տեսնում ենք, եթե ուզում ենք գողապետությունը տապալվի, եթե ուզում ենք, որ հատկապես մեր երիտասարդությունը ցավալիորեն չգնա, ուրեմն տեսնում եք ազգային ինքնագիտակցության ինչպիսի վիճակ կա, մանավանդ բարքերի գողականության ինչպիսի վիճակ կա, եթե խնդիրներն ուզում ենք լուծել, անպայմանորեն մշակույթի տները ոչ միայն պիտի վերականգնվեն, ստեղծվեն նորերը, այլ նաև նրանց բովանդակությունը պետք է հարստանա եւ այդ ուրեմն
երկրները այդ առումով այդ ամբողջը պիտի վերականգնվի։ Այդ առումով ասեմ, որ կարելի է գալիք տարին կամ այս տարին էլ հետը հայտարարել Հայաստանի Հանրապետությունում մշակութային օբյեկտների վերականգնման տարի կամ ավելի լայն առումով լուսավորության տարի։ Ես մի համեմատություն եմ անում, ուզում անել, որը ուրեմն երկու մաս ունի։ ԽՍՀՄ-ը երբ ուրեմն փորձեց ինդուստրիալիզացվել եւ հզոր պետություն դառնալ, սկսեց ուրեմն գրագիտության, ուրեմն անգրագիտության լիկայանների ստեղծումով, որոնք հետո վերածվեցին մշակույթի տներ, իսկ սովետական տարիներին 60, 50, 60, 70 թվականներին ես ինչքան կարող եմ վկայել Հայաստանի Հանրապետությունը պատվեց ուրեմն նման բաներով, տներով, երբեմն նաև հրաշալի ուրեմն այդպիսի կոթողներով։ Դուք գիտեք նաև օրինակ հիշեցնեմ, որ նույնիսկ Թամանյանի նախագծով Արտաշատի կարծեմ որ գյուղներ մշակույթի տուն մեր օպերային թատրոնի մակետով ստեղծված մշակույթի տուն է, լիարժեք գործում է եւ այլն եւ այլն։ Ուրեմն այս հարցը պետք է լուծվի եւ ուրեմն նոր հանրապետությունը որպես ինքնավստահ գնա դեպի ապակա եւ ժողովրդի ինքնագիտակցությունն ու կրթական ցենզը անպայման բարձրանա, գողական բարքերին, գողապետերին լավագույն հարված հասցվի, ուրեմն այստեղ պետք է վերականգնել դրանք եւ դրանք դարձնել իսկական ուրեմն կրթության, լայն իմաստով երաժշտության, ֆիզկուլտուրայի եւ այլն հետ կապված ուրեմն հիմնարկների եւ այսպես Հայաստանը կվերականգնվի։ Իդեպ ասեմ հետեւյալը, որ Թուրքիան որ վերականգնվեց Քեմալի ժամանակ, ուրեմն նրանք եւս իրենց երկրում ստեղծեցին ժողովրդական տներ կոչված նման բաներ, ըստ էության մեր մշակույթի տների նման բաներ են եւ այսօր դուք տեսնում եք ելակետային իմաստով եւ Թուրքիան եւ մենք առաջի հանրապետություն եւ քեմալական Թուրքիան, եթե ելակետային վիճակում գրեթե նույնական պետություններ էինք 18-20-23 թվականներին, հիմա պատկերացնում եք ինչ վիճակ է։ Ես կանա, ուզում եմ ասել, որ շատ խոսելու բան չկա, պարզապես կա շատ գործելու եւ շատ աշխատելու, ստեղծելու բան։ Ուզում եք բանաձևն ասեմ, ուզում եք գյուղապետությունը մեռնի, ուրեմն մշակութային օբյեկտները պիտի վերականգնվեն, ուրիշ ճանապարհ չկա եւ կառավարությունը կարծում եմ, որ ճանապարհաշինությունից, դպրոցաշինությունից եւ այլն ուրեմն պետք է անցնի մշակութային ուրեմն օբյեկտների կամ մշակութային տների վերականգնման հարցին եւ համազգային համապետական ծրագիր իրականացնի։ Այսպես ագարակից սկսած Մեղրից մինչև Աշոտսկ, մինչև ուրեմն Բակրատաշեն եւ այլն եւ այլն։ Ու մի թերության մասին էլ ասեմ, որը կա, Ջորջ ջան։ Ուրեմն ինչու են կատարվում այս մարզային համայնքները, գյուղեր, ավաններ եւ այլն։ Իհարկե խնդիրներ կան, աշխատանքի տեղ եւ այլն, բայց սրա մեջ կան մի չարիք եւս այն է, որ Երևանը դարձել է մի մոնստր, որը ներծծում է իրենի մեջ է կլանում ամբողջ տարածքի աշխատունակ ազգաբնակչության։ Ես կարծում եմ, որ կատեգորիկ կերպով Երևանում պետք է դադարեցվի ցանկացած շինարարություն, հակառակ հզորությունները պետք է տեղափոխվեն մարզային կենտրոններ եւ այդ մարզային կենտրոններում կենտրոնացնել իր չափի մեջ մշակույթ, տնտեսություն, ուրեմն ազգային ինքնագիտակցության ուղղությամբ զարգացման հնարավորություններ եւ այդ պայմաններում մենք ազգագրական իմաստով, ազգաբնակչության իմաստով կունենանք համաչափ զարգացող Հայաստանը, որը բարիք է եւ ոչ թե մի քաղաքի գերկենտրոնացում, որի տրանսպորտի եւ այլ հարցերը ինչպես որ չեն լուծվում հիմա, չեն լուծվելու երբեք, եթե այս տենդենսները շարունակվելու են։ Իսկ այս մեկը չարիք է։ Ուրեմն հանուն Հայաստանի բարիքի մարզային կենտրոններ պետք է տեղափոխել եւ համայնքներ տեղափոխել կարողությունները։ Սա իհարկե դժվար աշխատանք է, բայց անհնար աշխատանք չի։ Այսքան այսօր այս պահին ստեսյուն ձեզ, ողջ եղեք, իմ ասածները նորից հայրանքի վերածելու խնդիր չունեն, բայց ասեմ ձեզ, պիտի նայեք տեսնել այդ օբյեկտները, նայեք, որ լացիրակները, որ բանդիտները սեփականել են, քամուն ու ձյանն են տվել, անձրևին են տվել, որովհետեւ դրանք ուրեմն տեսքից եւ աննեն, որովհետեւ իրենց որկորը դնեն։ Այսպես ով բնորոշ է եղել Ռոբերտ Քոչարյանի եւ ուրեմն Սերժ Սարգսյանի ստեղծած գողապետությունը, բայց այսպես Հայաստանը չպիտի շարունակի։ Մեզ պետք է առաջին հերթին մշակույթի զարգացում,
մշակույթը կսպանի գողական բարքերը, այդ ամեն ինչը եւ մեր ժողովրդի կենսամակարդակը ազգային մտածողության, դաստիարակության իմաստով արմատական տեղաշարժ կունենա, իսկ այս հարցում դուք գիտեք, որ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը հատուկ հետաքրքրություն ունի, որտեղ քրիստոնյական ուրեմն այս կուսակցության համար իդեալ է արարչագործական Հայաստանի թռիչքը։ Դա այդպես եղել է, այդպես չկա, բայց այդպես պետք է լինի։ Ստեսուն ձեզ, հաջողություններ ամենայն բարիք աշխարհով մեկ։ Աշխարհով մեկ մենք պետք է հավաքենք մեր երկիրը բարեշեն եւ հզոր պետություն դարձնենք անպայմանորեն։